Դե մի հատ էս կողմից էլ նայեք ոնը ասնամները։ Այսօքա։ Չէ։ Всё? Հա։ Այսօքա։ Կադրն էլ դնեմ։ Օքա։ Ստանում ես 1 2 3 1 2 3 Շատ չեմ խախտել, չէ։ Պասի մի հատ կադրը տնեմ։ Մի քիչ վերևից օդ եմ տալի։ Բայց հա, չէ, թուլացավ, չէ, հա, կանտորը։ այն որ շատ էր ինքը հիմա ավելի լավ։ Всё ապեր։ Այ հիմա բարև ընկերմանքիկ է։ Այ հիմա բարև չէ, արի սենց։ Հա, ես իրար դիմենք, հա։ Դույով։ Okay, հա, ինչի ես բացատրեմ ինչի, խոսքը մի անգամից դրանով սկսենք, ողջունելով մյուսներին, բայց ինչի համար, որտեվ TV-ում հասկացա։ Իմ ավագ ընկերներին ես հենց այդպես էլ դիմում եմ, չգիտեմ, քեզ ընկեր Մանգիկյան եմ ասում, Մուշեղին ընկեր Մուշեղ եմ ասում, ընկեր Մարգարյան եմ ասում, ընկեր Արամ ու ես քո հետ համաձայն եմ Արտուր ջան, բայց մենք արի մեր հարաբերությունները ստեղծենք։ Okay։ Տիգրան։ Այո։ Տիգրան ջան։ Ես քեզ ճանաչում եմ ոչ գործով։ Մենք գործի բերմամբ այսպես չի ստացվել, որ համագործակցենք, համագործակցությունը եղել է մի անգամ։ Բայց քեզ տեսել ու ճանաչել եմ հենց TV-ում որպես հեռուստատեսության մարդ։ Իմ համար որպես օրինակ եք եղել, դուք ձեր փոքր խումբ ունեք, ես ձեզ տեսնելով ճանաչում եմ հանրային հեռուստաընկերությունը։ Ես ուրախ եմ Արտուր։ Ու վաղուց ես քննարկում էի մեր մոնտաժոր Արամի հետ, որ պիտի, այսպես ասած, նկարեմ շարք հայրեր եւ որդիներ։ Հանրային հեռուստաընկերության հայրեր եւ որդիներ։ Եվ ստացվեց այնպես, որ ինձ թվում է դու լավ կհիշես, որ այս տաղավարում, հենց այս տարածքում աշխատել է քո հայրը։ Սա ապարատնը ստուդիոյի բլոկ 4-ն էր, որտեղից ուղիղ եթեր մտնում էր Մայրաքաղաք հաղորդումը։ Որտեղ որ հայրս էր ու ինքը ինժեներ էր, մեր բուֆետը որ կա, այդտեղ ASB4-ի տեխնիկական ու ռեժիսուրական բաններ, բլոկներ։ Եվ ինչպես ստացվեց, որ ինժեներ հայր ունենալով դու դարձար ոչ թե ինժեներ, այլ օպերատոր։ Մի քիչ հետ պետք է գնամ։ Ուրեմն հորեղբայրս ինքը մասնագիտությամբ, միջնեկ հորեղբայրս մասնագիտությամբ ֆոտո լրագրող էր, տեն շատ գրավիչ էր իմ համար այդ, որտեղ ասենք ինքը մի շրջան ուներ, որ դեմքեր էր հավաքում ու ես որ մի քիչ սպիտակամաշկ էի, ինձ հեշտ էր էլի թիթիզանում էի, բան տենց հետաքրքիրն է, որ ոնց ասեմ Արտուր, մեջս արվեստը մի քիչ շատ կար։ Չգիտեմ հետի ինչից էր։ Չեմ էլ կարող ասել, որ գենետիկ ինչ-որ բան կար, բայց ասում եմ, հորեղբորս աշխատանքը ինձ շատ գրավեց։ Ու երբ որ ինքը ես արդեն մոտավորապես դպրոցական 4-րդ, 5-րդ դասարանում է ու ինքը այդ ժամանակ ձեռք բերեց իր Նիկոնը ֆոտոապարատը
Իսկ մեր բանում, մեր տան ներքևում ինքը իր լաբորատորիան ուներ ու այդ հետաքրքրությունը ինձ անընդհատ բաներ ան։ Մի անգամ ես խնդրել եմ, ասես դե պլյոնկա եմ պրայավ կանելու, այդ սև մթության մեջ գալու ես ինչը նայես։ Ասի լավ, Արմեն, լավ, ասի կարամ, լավ ասի ծարի, բայց այդ սև մթից բացի ուրիշ ոչ մի բան չես տենալու։ Ու երբ որ մտա այդ ձայնը, այդ բաբինից պլյոնկեն փաթաթելը, հետո այդ պրայովկայի այդ բաները եւ այլն, միակ կարմիր լույսը, այդ կարմիր լույսը տպելու process-ը, այդ քիմիան, այդ ամեն ինչը ասենց ոնց որ մեջովը տանցավ ու ես մի անգամ հիշում եմ բանը ասացի Արմեն կտաս մի հատ կադր նկարեն ինքը շատ զգուշավոր էր իր ապարատի հետ որտեվ այդ լուրջ թվի լուրջ հարստություն էր ասենց հիշում եմ որ այդ բոձին որ ձեռս է արդեն ասենց որ պիտի դողեմ լավ ես եմ տերը բայց ես քեզ դու վստահի իրան եթե չվստահես ասած ուրեմն չի ստացվելու դու պատկերացնում ես ֆոկուսը ոնց ես անընդհատ sense խաղացնելու կամ այդ բանը ասի մենակ խնդրում եմ ինձ դե այն ժամանակ հələ չգիտեի որ այդ օբյեկտիվը ինչ կադր է տալու ասի դու դիաֆրագման ուղակի պրոստը նայ որ ես ճիշտ անեմ ասես դու նկարի ու sense մի հատ sense հանգստություն եկավ դողը կանգնեց ու ես ֆիքսեցի ես հիմա չեմ ասի ինչ եմ նկարել բայց երբ որ նայեց այդ նկարը տարիներ հետո papan ինձ ասեց դու գիտես ինչ է այդ նկարը ասում եմ պապ ես չեմ հիշում ինչ եմ նկարել ասեց պահել է Արմենը էդի պահել է Աստված իմ ուրեմն այդ մի մոմենտ որ հարթու պատկերացրի չէ այն լարվածությանս ուրեմն մի անգամ այդտեղ եմ ես սեղմել հետո այդ հանգստությունը հետո մեկ էլ ինչ որ էլի ինչ որ չստացված կադր ա եղել ու այդ երրորդին որի արդեն հանգստություն եկավ ուրեմն հետևում այդ օբյեկտի հետևում տատիկս ա եղել բայց ես չեմ տեսել տատիկս ա եղել աթոռին նստած ինքը որ կադրից դուրս է եկել ես որ արդեն ու տատիկին սենց բան է արել նկարել էի ու սենց ու ինքը պահել էր սենց մի հատ ռամկայի մեջ ասել էր ես չգիտեմ ինքը բայց հասկանում եմ որ չի գնալու ձեր մասնագիտության պրոստը ձեզ բան չանելու համար դա ինժեների ու բժշկի տղա է կամ պետք է բժշկական գնալ կամ ինժեներական բժշկական չէր լինելու բժշկականը դե ես էլ ասացի դե երևի ինժեներիան է էլի sense բան բայց զգում եմ որ իմը չի էլի դե սխեմա կարդալ սխեմա գծել սխեմա իմը չէր բայց բան արեց որպեսի papayin չնեղացնեմ ասի լավ ես կընդունվեմ ու բանը տենց ընդունվեցի ու ավարտի բայց այդ ընթացքում ինչ որ չէի գտնում ինձ չէի գտնում ու անգամ մտքովս չէր անցել որ ես ասեի պապ կարող է կամ հեռուստատեսություն որ թիվներ որ դուք գտար քեզ գտար TV-ն ու TV-ն գտավ քեզ ուրեմն 92 թվականին ոդկ դրեցի հեռուստատեսություն ու երբ որ բանը այդ ժամանակ օպերատորական խումբը 60-ից ավել էր բնական է ես օգնական էի լինելու մենք ունեինք բաներ բանվորական դաժե օգնական չէինք օպերատորին ընդհանրապես դա բաներ
կամերան տեղաշարժել բերել ու այդ կաբելներին հետևել, որ նկարանման process-ին բան չլներ։ Շատ արագ ինձ վերցրեցին աշխատանքի։ Շատ արագ։ Այստեղ պապայի ֆակտորներ մի քիչ կա։ Բայց որ ես մտածում էի, ասենց դե ամեն դեպքում պետք է սկսել ինչ որ մի բանից։ Ինչ որ մի բանը դարձավ այդ օպերատորական մենք 4 հոգով էինք ընկերներով, 4-ս էլ օպերատոր դարձանք։ Իմ ուսումնասիրությամբ ես գիտեմ, որ հանրայինում կար այսպես էտապներ եւ level-ներ անցնելու, եթե չանցնեիր, եթե ցանկանում ես, հեսա քեզ կասեմ։ Եթե չանցնեիր, դու չէիր կարող դառնալ օպերատոր կամ չգիտեմ ռեժիսոր։ Դա գիտես ոնց էր, նախ պետք է համոզեիր քո աշխատանքով, որ դու սա քոնն է։ Այսինքն քո ներքին ներաշխարհով ու այդ ամեն ինչը պետք է անցկացնեիր։ Եթե ասենց ասեմ, կապ չուներ, հա, ում տղեն ուզում ես, եթե քո համար միևնույնն է, ուրեմն կամ կմնաս բանվոր, կամ էլ լավագույն դեպքում պրոստը արդեն կհոգնես այդ բանվորական աշխատանքից, հաջողություն, ստեսյուն։ Կգա մյուսը։ Այնպես չի, որ դու ինչ որ մեկի տեղն ես։ Չէ։ Այդ բանը տենց էր։ Դրանից հետո գալիս էր արդեն օպերատորի ասիստենտը, որ թույլ էին տալի արդեն մոտենալ կամերային, իսկ կամերաները տեսել ես երկրորդ հարգի միջանցքում կատեները մեր մեջ այդ 4 հոգուս մեջ մի հատ բան կար, որ մեկս ավելի լավ կարողանա քշել այդ մեխանիզմը։ Այսինքն ինքը շատ բարդ process է, էլի, եթե մի քիչ սխալ անես, խանգարելու ես։ Այսինքն բանը դաժե այդ հավաքման process-ը, հա, նկարահանումը վերջացավ, ուրեմն վсё, դա պետք է հավաքվի պատի տակ, այդ ընթացքում էր, որ մենք արդեն սկսում էինք տիրապետել այդ ղեկին իրա։ Ռեքի ժամանակ անհնար էր, Ուրեմն կար օպերատորի օգնական այդ մենք ենք բանվորականներ, ասիստենտի երկու կատեգորիա, առաջին, երկրորդ, չէ, ներողություն, 3։ Երրորդ, դրանից հետո գալիս էր օպերատոր, որից հետո գալիս էր բեմադրող օպերատոր։ Բեմադրող օպերատորները մոտավորապես երևի մի 10 հոգի կլինեին, մի քիչ ավել երևի, ու ամեն մեկը արդեն ուներ իր խումբը։ Դրա համար էր, ասենք, օպերատորական խումբը մեծ է առումով ու խմբեր կային, որոնք կոնկրետ էին, ասենք, ֆուտբոլներին էս խումբներ, համերգներին էս խումբներ։ Հիմա բայց պետք կներես այս հարցի շուրջ, էլի, կարող է միանգամից գալիս ենք մեր օրեր, նորից հետ կգնանք։ Արդյոք ճիշտ դասակարգման ձև էր այն ժամանակ, որը որ հիմա չենք տեսնում այդ ամեն ինչը։ Ասում, ուրեմն, երբ որ մենք ասիստենտ ստացանք, այդ ժամանակ բաները, ժամանակային մենք էվոլյուցիա ապրեցինք հեռուստատեսությունում, տեխնիկական առումով լավ էվոլյուցիա ապրեցինք։ Եկան փոքր կամերաներ, բայց ստուդիին իջը, արդեն հիմնականում, երբ որ խումբը գնում էր դրսում նկարահանումների բան։ Ուրեմն, որպեսզի քեզ վստահեն, որ դու կարողանաս արդյոք դու պատրաստ ես, այդ քննությունը պետք է հանձնես դու։ Ամեն դեպքում, հա, ճիշտ է, ես թվեցի բաները, բայց դրանց արանքներում քննություններ կային։ Եվ այդ շրջանում դեռ քանի որ բաններ 15 հանրապետությունները դեռ ամբողջությամբ չէին կայքայվել, կային ստեղից դեպի Մոսկվա հեռուստատեսային ակադեմիա դասընթացներ կային։ Փորձի փոխանակման դասընթացներ։ Բացի փորձի փոխանակման, ասեմ մենք
բոլորը գիտեին, որ Հայաստանում ինչ որ վստահենք, այն էլ անելու են։ Մենք առաջատարն էինք։ Այսինքն մեզ վստահում էին շատ բաներ, ու դա գալիս էր, որ մենք մեր այդ բանը դասընթացները, այդ փորձի փոխանակումը, ես իմ բախտը բերեց, որ ես վերջինը Ասլան կինոյում հայտնվեցի, վերապատրաստվելով ասիստենտ, ու եկաստեղ քննություն հանձնեցի գլխավոր ինժեների, ծրագրերի տնօրենի, գլխավոր ռեժիսորի ու գլխավոր օպերատորի մոտ մենք քննություն հանձնեցինք, որ կարող ենք, պատրաստ ենք։ Ես գտնում եմ, որ դա շատ կարևոր բան է։ Այսօր հիմա դասակարգում չկա։ Չէ, հիմա որպես այդպեսին չկա, բայց իմ կարծիքով, եթե կընդունես իմ կարծիքը, ես ավելի ընդունում եմ հին մոդելը։ Կարող է մեզ ասեն, որ չէ եւ այլն, բայց ես ընդունում եմ այդ դասակարգման մոդելը եւ ես ընդունում եմ հեռուստատեսային մակարդակում, ընդունում եմ այն ձեր ժամանակների այդ խումբ ասվածը, որոնք որ այս խումբը փորձառու էր այս գործի համար ֆուտբոլ նկարելու, մյուս խումբը պետական այր նկարելու, այո, պրոտոկոլ արողակարգ ասվածով։ Մյուս խումբը տաղավարային, մյուս խումբը արտատաղավարային։ Այս քո կարծիքն եմ ուզում լսեմ ձեր մոդելի ու հիմիկվա այդ ծրված մոդելի տարբերության մասով։ Նայ Արտուր, ես նորից եմ ասում, թող մեզ ճիշտ հասկանան, մենք չենք գնում Սովետ միություն կամ եւ այլն, բայց ինստիտուտ կար։ Այդ ինստիտուտը ձևավորված ինստիտուտ էր։ Այդ նույն ձևավորված ինստիտուտը այսօր աշխատում է նաեւ դրսում։ Ես շատ առիթներով շփումներ ունեցել եմ, ասենք գործի բերումով, եղել եմ շատ տեղեր եմ եղել։ Մենք վերցրել ենք եվրոպական եւ ռուսական մոդելը ու մեր մոտ, չգիտեմ, ես հիմա սենց մի բան ասեմ, իմ գիտելիքների պաշարով, իմ աշխատանքի այս տարիների փորձով ես եկել եմ նրան, որ ամեն դեպքում մենք ճիշտ ուղու վրա էինք։ Մենք ճիշտ ուղով էինք գնում։ Այսինքն եկողը ինքը պետք է վստահ լիներ, որ իր մոտ աճ է, էվոլյուցիա է լինելու։ Պիտի ձեռք բերի այդ թույլտվություն ասվածը։ Իհարկե։ Հիմա ենթադրենք, լավ, սենց ասեմ, ոչ մեկին չեմ ուզում նեղացնեմ։ Եղբայր, կինոն ուրիշ է, հեռուստատեսությունը ուրիշ է։ Միգուցե իրանց մեջ պրոցեսներ կան, որ ճիշտ նման են իրար, բայց ուրիշ են, իրանք ուրիշ են։ Ամեն դեպքում այնպես չէր, որ կինոյում չկար այդ աստիճան, ես չեմ ուզում զուտ այդ բառը օգտագործեմ, այսինքն մարդը իր աշխատանքով, մարդը իր գիտելիքների պաշարով, լավ, ինչքան 5 տարի, հա, 5 տարի հետո այս մարդը կարող է եւ հիասթափվի, եթե ինքը այդ էվոլյուցիան չունենա։ Սա ես չգիտեմ, մտածելա պետք է ուղղությամբ, բայց այստեղից մի հարց էլ առաջացավ։ Հիմա հեռուստատեսություն թե կինո։ Նայ, քո համար։ Հիմա ասեմ, Արտուր ջան, ուրեմն ես բախտ ունեցա այդ իմ շրջանում գտնել իմ վարպետին։ Իմ վարպետն էլ Գագոն Համբարձումյան, ինքը շատ բարդ բնավորությամբ, բայց շատ գիտելիքների պաշարով։ Ինքը ես երբեք չէի մտածում, որ ես կարողա լինեմ Համբարձումյան Գագոյի աշակերտը։ Այսբե մեկում հաղորդում պիտի նկարի Գագոն։ Ինքը գլխավոր օպերատորին Վագ Աբրամիչին ասում է լսի։ Ինձ
Մանկիկյանի կտած ոչինչ ինքը կարող է շաբաթվա մեջ լիքը նկարահանում ունեցել, շատ նկարահանումներ ունեցել, բայց ես ուզում եմ որ ինքը լինի։ Ուրեմն համընկնում է պապայի ASB4-ի ինժեների հերթափոխի հետ։ Ուրեմն Միջանցքում ինձ ասում է քիչնես, դեկորը արդեն դրված է, մինչև ես լուսավորողներին կկանչեմ, մտի տես ինչ կարաս անես։ Դատարկ տաղավար, նայում եմ ինչ դեկոր։ Այս ես նստածում, ես սեղանը դրած 2 աթոռով։ Ու չկա ոչ մի ասենք դեկորացիայից ոչ մի բան չկա։ Ու սենց նայում եմ, բան, լավ ասացի, մինչև ինքը լուսավորողներին կբերի, ես կամերաները բերեմ։ Կամերաները բերեցի, տեղավորեցի, նայ։ Ոչ թե ինտուիտիվ, այլ ուղղակի արդեն բանն է աշխատում։ Եթե 2 աթոռ է, ուրեմն մինիմում 3 կամերա։ Մաքսիմալը կարա լինի 4։ Լավ։ 4-րդը մի քիչ բերեցի, այսինքն պատից մի քիչ առաջ, բայց ես 3-ը մոտավորապես սենց արդեն զուտ բանով դրել եմ։ Ուրեմն այդ ընթացքում ինքը իջնում է, ուրեմն դու մի ասա լուսավորողները երկրորդ հարկից մուտք ունեին այդ իրանց բան։ Ուրեմն գալիս ASB4, ասում է, ռազ ասում է, արի մեր ընդհանուր երիտասարդն է այսօր, արի հելը տես, ու ես աշխատանքի այդ պրոցեսում ես չեմ տեսնում, որ իմ հետևում բան կա, երկուսով կանգնած հետևում են։ Ասում եմ ես խոսակցությունը հետո ինձ բանով իրանք պատմում են, էլի, ասում եմ մենք կանգնած ենք, ինձ ոչ մեկ չի ասել, որ ասենք կամերան կբերես կամ ասենք ինձ ասարա դեկորը դրած է, իջի տես ինչով կարած զբաղվես, դե ես էլ ինչ պիտի անեի, ես էլ կամերան դրել եմ, լսի ասում եմ ոնց որ սրա մոտ ինչ որ բան կա, բայց ինչը հələ պետք է բացահայտենք։ Մեկ էլ լուսավորողներից հիմա չեմ հիշի ով, մեկ է սենց երիտասարդ ինչով է զբաղված, ասի չեմ ասում դե, ասում եմ պետք է հաղորդում նկարահանվի բան, հա, ասեց, բա ես ստեղ եմ, խիչ ես ասում ինչ անենք, ոնց անենք, ասում դե ես իրավասու չեմ լույս դնելու կամ ես չգիտեմ հիմա ես կխճճվեմ ես լույսերի աշխարհում կխճճվեմ ինչ անեմ ոնց անեմ ասեց բա ինձ գագոն տես ինչ ասում բա ինձ գագոն ասել է ներքևում ասիստենտս է իր հետ փորձեք լույս դնել արա դե լավ ես սեն ասում եմ լավ հարազատ ասում եմ բան է դե սենց մտածեցի եթե ես հիմա այն հատվածում եմ որտեղ որ պետք է այդ շտանգան ուղիղ գլխիս իջնի ուրեմն այստեղ չի կարա լույս լինի ուրեմն գոնե կամ գոնե երկու այդ բաներից այդ շտանգաներից պետք է այս կողմ լինի կամ չգիտեմ սենց ասի երկրորդ շտանգան կիչացնես ասեց կիչացնեմ այն ժամանակ մեր լույսերը հա շտանգաները վերևից էին իջնում որտեղ որ այդ լույսերն են կախված իրանք նաև ունեին այդ դոպ կոչվածը որ ներքևից պրիբորը աշխատում էր մոտորը պտտվում էր դե ինձ ասում է հիմա մեր որ պրիբորը միացնեմ մի մոմենտ սենց կան չեմ կարող ասեմ ինչ եղավ հետս ասեց ոնց որ լույսը միացնեմ որ պրիբորը ակտիվացնեմ սկան ժամանակ ինձ այդպես հարց չէին տվել չի եղել այդպես հարց մոտավորապես եմ ասում
ճիշտ է հետո ինքը եկավ ուղղեց, բայց մինչև այդ ես ըստ բանի, ասի, էս եմ ուզում։ Լավ։ Միացրեց, ասի, էս եմ ուզում, էդ էլ միացրեց։ Էս եմ ուզում, էդ էլ միացրեց։ Ուրեմն այդ ընթացքում իրանք մի քանի անգամ մտել են դուրս են եկել պապայի հետ։ Պապան ասում է, Գագո ասում է, ես չգիտեմ, ասում է, այդպես որտեղից սրան այսքան բան, էլի։ Գագուն ասում է, լսի, ասում է, եթե տեսել է, սենց ասում, ու մոտնել մի քիչ բան կա, կը մոտավորապես դրել է լույսը, բայց էսի լույսը էդի չի, ես քանդելու եմ, էդի չի, բայց այն որ ինքը դա իրա պատկերացրել է, որ դա կլինի, նա կլինի, ուրեմն այդ պրոցեսի մեջ ես որ արդեն ես լուսավորողի հետ աշխատել եմ, իրան բան եմ ասել, ներս է մտնում, այս սվա ինքնագլխ, չէ, շատ ջղայնացած, ինչ ես ինքնագործնեությամբ զբաղվել, ես քեզ ասել եմ լույս դիր, կամ էլ դու այնքան ես աճել, որ դու կարող ես լույս դնել։ Ես ոչ մի բան չեմ կարող պատասխանել, որովհետև ժայռերից մեկը հեսա թափվելու է այն վրա, մանր քարերով։ Ու այդ պահին պապան բան գալիս ասում է, Գագ ասում է, ինչ է եղել։ Յանի բան չի եղել։ Գագ ինչ է եղել։ Արա լավ հասկացանք ախպեր, ես ջահելները ես ուր են գնում, ես չեմ հասկանում, ինքնագործնեությամբ եմ զբաղվում։ Դե լավ ասում է Գագ տղես է։ Արա ոնց քո տղեն է, ռազ ասում է, ինչ ես խոսում, արա։ Քո տղեն է ու սենց անգրագետ բաներ անում ախպեր։ Գերազանց բեմադրել էին էլ այդ ամեն ինչը։ Արտուր չես պատկերացնի ոնց էի ջղայնացել։ Նախ ջղայնացել էի այդ լուսավորողի վրա տղեկ։ Բայց մարդը ես եմ ուզել։ Հետո մտածում եմ ես ոնց կարամ իմ արարմունքով նա այդպես մենք այդ բանն էլ ունեինք։ Բացի դասակարգումը, հա, ես դասակարգում մի քիչ բառը չգտա ուրիշ ձև որ ասեմ, հա, որ ես դաժե իրավունք չունեի այդ անելու, բայց արդեն ներքինս իմ մեջ այդ խոսած էլի սենց ասած լավ գոնե մի հատ լավ գոնե մի բան ասեի էլի ինչ ես հիմա կոտրել ես ասացի ինձ կներես բայց խնդրում եմ իմ հետ այդ բարձր տոներով խնդրում եմ մի խոսել էլի մոտիկացավ սենց արայ շան տղա ներողություն բառից ուզում ասիու կներես երկուսով կանգնած նայում են թե ես ինչ եմ ելնում մեկը սենց արեց ասեց լսի ասեց ինչ որ արել ես ճիշտ ես արել այն ինչը ես այն ինչը ուզում էի քո պապային համոզեի ես դու ինքդ արդեն համոզել ես ինձ էլ համոզել ես որ դու կլնես իմ աշակերտը ափսոսում եմ որ սենց անցյալով եմ խոսում բայց կյանքն ու երևի այդ օրը եղավ այն մկրտությունը, հա, այդ քո օպերատորական հետագա գործունեության։ Բայց ես 50 էր Արտուր։ Ասեմ ինչի համար։ Հիասթափվել էի, ավելի շատ հիասթափվեցի։ Ես ասացի քիթս կողեցի միտեղ, որտեղ ինձ ապացուցեցին, որ դու դեռ ոչ մի բանի պատրաստ ես։ Բայց իր այդ բանը, հոգատարությունը, որ ասեց դու իմ աշակերտն ես, ես տենց էլ պատկերացնում էի, ու հետո բոլորը սկսեցին արդեն վերաբերմունքները փոխվեց իմ եւ մյուս տղաների մեր 4-ի վերաբերմունքը փոխվեց, մեր հանդեպ փոխվեց վերաբերմունքը, հասկացան, որ մենք փաստորեն ինչ որ բանի ցենց հասել ենք, էլի։
Հիմա մի հատ բան եմ ուզում ասեմ, նայ, գալիս են երիտասարդներ, գալիս են միտեղ, որ փորձելու են իրանց պատկերացմամբ հեղաշրջում անեն։ Տենց չի։ Բոլորը գալիս են հիմա հեղաշրջում անելու, հա։ Բոլորն է, ես դա ինչի համար եմ ասում, որովհետև շատ եմ տեսնում։ Դու դեռ հեղափոխությանը պատրաստ չես։ Դու պետքա բազա ունենաս։ Ես ինչի համաձայնվեցի քո հետ զրույցի, որովհետև ես ինչ որ պաշար ունեմ խոսելու, ինչ որ բան թողած ունեմ։ Վերջը ինձ տալու։ Հա, Արտուր ջան, թեկուզ եւ տենց։ Բայց հիմա որ դու ոդք ես դրել միտեղ, որը ամեն դեպքում առաջատարն է ու առաջինն է եղել։ Եվ ով էլ որ ստեղից դուրս է եկել, իրանք են ինչ որ մի ձև նպաստել նաև մյուս բոլոր հեռուստաընկերությունների աշխատանքին։ Ուրեմն համակերպվել է պետք ուսման համար։ Մենք սովորում ենք ստեղ։ Մեզ մի շրջան եղավ, որ բան արեցին, ասեցին դες գիտելիքներ է պետք, թեորիան լրացնելու համար լավ պրակտիկան կա, ամեն ինչը կա, բայց թեորիան էլ պետք է լրացնել, իսկ ի տարբերություն մյուս տղաների Գագոն միշտ գրքասերեր ու գիրք էր կարդում, ու այդ գրքերից է օգտվում։ Հիմա կասեմ թե կինո, թե հեռուստատեսությունը։ Ես կինոյում ուշ, բայց պատրաստվեցի մտածելով, որ լավ հեռուստատեսությունը ամեն դեպքում կա, բայց մի հատ էլ կինո աշխարհն է պետք ուսումնասիրել։ Չգիտեմ, ես կարծում եմ, որ մասնագիտությունը մեր այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու թե տեխնիկայի առումով, որովհետև էվոլյուցիան շատ արագ է հիմա, բայց այն ժամանակ մի քիչ էր։ Մի հատ հետ կգամ, ուրեմն երբ որ մենք քննությունը հանձնեցինք, բեմադրող օպերատորները ասեցին վաղվանից դուք դուրս եք գալի նկարահանման։ Դրսում։ Այսինքն մեզ վստահում եք դուրս գալ երկուսիս, ինձ ու Երևանդին։ Բայց դե լավ, տեսել ենք, էտել ենք տեսել, դրա մեջով էլ ենք անցել։ Բայց որ վստահենք ես դուրս գալ նկարահանման, դա արդեն շատ լուրջ պատասխանատվություն է։ Նայ, տես, sense մի բան, բոլորս էլ գիտենք կնոպկան, բոլորս էլ գիտենք, որ տրանսվակացիան որն է, բոլորս էլ գիտենք։ Ես ինչի ասացի էվոլյուցիա, որտեվ տրուբկայից մինչև բան մատրիցա։ Շատ։ Տրուբկայի պահանջները ուրիշ էր, CCD-ի պահանջները ուրիշ էր, մատրիցայի պահանջները լրիվ ուրիշ են։ Մի հատ անցումային հարց եմ ուզում տամ։ Այն օրը, որ 50-50 կոմոդի հաստատություններ կամ առաջ կամ դուրս գալ։ Արդյոք եղել է եւս էլի այդ տեսակ ժամանակ, որ դու ուղղակի չես ուզել աշխատել հեռուստաընկերությունում, թե հանրայինում, թե ընդհանրապես։ Ես գիտեմ, որ դու միայն հանրայինում չես աշխատել, այլ մի շարք հեռուստաընկերություններում։ Արդյոք եղել է այն մի պահը, որ դու ոչ թե հանրային կամ մյուս հեռուստաընկերություններ, այլ ընդհանրապես չես ուզեցել անել այն գործը, որը հիմա դեռ շարունակում ես անել։ Եղել է տենց։ Եղավ տենց, երբ որ ես ստացվեց այնպես, որ ես փաստորեն տաղավարային նկարահանման էի, բայց արտատաղավարային նկարահանումների էի։ Զուտ տեխնիկական բաց թողում էր դա։ Այսինքն ես արդեն երրորդ ալիքում էի, մեր երրորդ ալիքում էի ու մենք երրորդ ալիքով մեր հերթական նկարահանումներն էինք անում։
Բայց պարզվում է ես այդ օրը պետք է հերթապահություն ունենայի, որտեվ մի շրջան կար, որ բանը հաղորդավարները եթերը բացում էին հաղորդավարները, եթերը փակում էին հաղորդավարները։ Զուտ տեխնիկական պատճառով ես պետք է նկատողություն ստանայի, որտեվ հերթապահության չեմ եղել, այսինքն ես չեմ բարձրացել հեռուստատեսություն։ Մենք հանդիպել ենք երրորդ ալիքի անձնակազմով մեր հերթական նկարահանման, բայց պարզվում է ես վերևում նկարահանվում եմ։ Նկատողություն ու աշխատանքից դուրս գալու ուղղակի ես սենց մտածեցի ավելի լավ է ես ինքս գրեմ իմ դիմումը, քան ստանամ նկատողություն ու հեռացվում աշխատանքից ինչի համար։ Բայց այնուամենայնիվ դու դեռ շարունակում ես աշխատել հանրային հեռուստաընկերությունում ու ես շատ ուրախ եմ, որ քեզ ճանաչել եմ հենց այս միջավայրում ու ես այնպես չի, որ քո մոտ եմ ասում, բայց տեսել եմ այն ամեն ինչը, որ դու ունես թե հին ավանդույթները պահպանած եւ թե նոր բոլորի հետ հավասար քայլում ես, բայց մի բան էլ վերջին այսպես ամփոփիչ, հա, ինչ կուզեիր փոխեիր հիմիկվա հեռուստատեսությունում, թեկուզ օպերատորական շրջանում, թեկուզ ընդհանրապես, որ կուզեիր թե հնից բերեիր եւ թե նոր բան ավելացնեիր ու ինչ որ մի բան փոփոխվեր։ Շատ հետաքրքիր հարց ես տալի, այդ հարցի մեջ շատ բան կա, ինֆորմատիկ առումով եմ ասում։ Նայ, նախ մի հատ բան ասեմ։ Հեռուստատեսությունը ինքը ես օպերատորական մասնագիտությամբ եմ ասում։ Մենք էլեկտրոնային տրանսֆոկացիայով ենք աշխատում, հա։ Ճիշտ է, դրան նպաստող տարբեր օբյեկտիվներ կա, բայց ես չեմ ընդունում, մինչև օրս էլ չեմ ընդունում։ Ճիշտ է, ես նկարում եմ դրանով, բայց չեմ ընդունում։ Հեռուստատեսությունում ֆոտոխցիկը անելու ոչինչ չունի։ Չի կարա հեռուստատեսություն մտնի մի բան, որը որ իր տեղում չի։ Թվային տեխնոլոգիաները շատ բան բերեցին, բայց հեռուստատեսությունում թվային տեխնոլոգիաները իրանց հետ ճիշտ վարվելաձև պետք է ունենաս։ Ես մի հատ բան ասեմ, հեռուստաընկերություններից մեկում, որտեղ նկարում էի կարգին հաղորդումը, հետո կարգին սերիալը, ինձ առաջարկվեց, որ ես նկարեմ ֆոտոներով, ես կտրուկ դեմ եմ ու կտրուկ ասեցի չէ։ Սա հեռուստատեսություն է, սա չգիտեմ, էքսպերիմենտալ ստուդիա չի էլի, տենց չի կարելի էլի ֆոտոն 4K օբյեկտիվներով 4K ապարատներ հեռուստատեսային կամերաներ կան, բայց ասենք այն ժամանակ 3D կամ չգիտեմ, այդ ինչ պետք է լիներ, որ ինք մեկը տարբերությունը կա, չի կարա չլինի տարբերությունը։ Ու մի անգամ էլ փաստի առաջ կանգնեցի, երբ որ կարգին հաղորդման ժամանակ տնօրեն բանը գլխավոր պրոդյուսերը ասեց խնդրում եմ Red One եմ բերե իր կոմպլեկտով տալիս եմ գնացեք նկարահանման խնդրում եմ ես փաստի առաջ կանգնեցի եթե ես օրվա ընթացքում մինիմում նկարում էի 4 սկեչ գումարած 4 սկեչի տարբեր լոկացիաները Տորը մի տեսարան։ Այդ օրը ասում եմ դաժե տղաները բան արեցին, խնդրում եմ, էսի չես անում։ Դու ինձնից լավ գիտես։
հանի օբյեկտիվ փոխի, որ կրուպնի պլան նկարես, հանի օբյեկտիվ փոխի, որ օբշի պլան նկարես, կամ հանի օբյեկտիվ փոխի, որ սրեդնի կադր ունենաս։ Ճիշտ է, աշխատում էինք այնպես, որ ինքը պրոդուկտը լինի բան, հա, համապատասխանի հեռուստատեսային բոլոր ֆորմատներին, այդ թվում նաև, ասենք, բանին, արդեն HD ֆորմատով, հա, սենց։ Զանգեց, ասեց ինչ վիճակ է, ասի ես չասեմ, փոխանցեցի տղաներին, ասի խնդրում եմ պատասխանեք։ Էս ինչ արեց։ Էս ինչ օիններ, ապեր մենք չենք կարողացել մի սկեչ վերջացնենք։ Մյուսը ասեմ, որ մասնագիտական առումով պետք է ամեն դեպքում այդ աստիճանները պետք է լինեն, դա պարտադիր է։ Դա պարտադիր է, դա նաև մշակույթ է բերում։ Հարգանքի մշակույթ է բերում։ Հեռուստադիտողի հանդեպ հարգանք է ստեղծում։ Երբ որ դու մենակ ես դրսում, այնպիսի մարդկանց հետ ես շփվում, որոնք եւ մաքրուհուց մինչեւ նախագահ ներողություն։ Այսինքն դու այնքան պաշար գիտելիքի պետք է ունենաս, որ այդ աստիճանա սանդուղքով այդ ամեն ինչը ճիշտ մատուցես։ Հեռուստադիտողը ինչու՞ է մեղավոր։ Ոչ մի բանով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, որ առիթ ստեղծեցիր Արթուր ջան։ Վերջ։